14 դար Մետաքսի մեծ ճանապարհը արևելքի եւ արևմուտքի հիմնական կապող ուղին էր, որի գլխավոր խաչմերուկը հայկական թագավորության Անի մայրաքաղաքն էր։ Այսօր Անին ավերակների կույտ է, չկա նաեւ Մետաքսի ճանապարհը, բայց կան այն պետությունները, որոնք ժամանակին մեծ քայլ արեցին մարդկային, տնտեսական ու մշակութային քաղաքակրթության զարգացման համար։ Չինաստանն ու Ռուսաստանը չեն թաքցնում իրենց հավակնությունը վերականգնելու Մետաքսի ուղին եւ այդ կերպ պաշտոնական դարձնելու աշխարհաքաղաքական նկրտումները։ Հայաստանը մեծ շանս կարող ունենալ օգտվելու այդ բոլորից։ Ես ինչը նկատի ունեմ, ես նկատի ունեմ առաջի հերթին ուրեմն ինտեգրացիոն գործընթացները, ինչպես տնտեսական, տարանցքային խնդիրների լուծման, գազ, նավթ եւ այլն, այդ բոլորը գիտեք, այդպես ինչպես նաեւ կոմունիկացիոն տրանզիտային ցանցի ստեղծման գործում հարավ, հյուսիս, հյուսիս-արևելք։ Դիվանագետը նշում է, որ Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորումից հետո հայ-իրանական հարաբերություններում սպասվելիք իրադարձությունների մասին կա երկու տեսակետ։ Մեկը հիմնված է հոռետեսական կանխատեսման վրա, թե դուրս գալով միջազգային մեկուսացումից Իրանը կարող է կորցնել հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ, որպես դրսի հետ կապ ապահովող դարպասի։ Այս տեսակետը սակայն դեսպանը համարում է թույլ տրամաբանության արդյունք, քանի որ Թեհրանը կշարունակի եւ կխորացնի հարաբերությունները Երևանի հետ, որի գրավականներն են նրա շուրջ ծավալված տարածաշրջանային իրադարձությունները, թյուրքական երկու պետությունների եւ Իրանի մրցակցությունը, այդ երկրների հետ փոխվստահության բացակայությունը։ Հենց այստեղ է, որ գլուխ է բարձրացնում անհրաժեշտությունը Հայաստանում կառուցել տարանցիկ ճանապարհն ու երկաթուղին։ Դա պարզապես մի մասը կլինի այն մեծ ծրագրի, որ եթե իրագործվի, Հայաստանը պարզապես շատ բան կշահի, ես նույնիսկ վախենում եմ այդ բառերը շատ շռայլելուց, բայց դա այդպես է, որովհետև այստեղ միայն այդ տարանցիկ ճանապարհը Իրան-Հայաստանը չէ, շատ լավ գիտեք, որ այս բոլորը կապվում է նաև Չինաստանի հետ։ Վերադառնալով Մետաքսի ճանապարհին, հայ եւ օտարազգի վերլուծաբանները շեշտում են, այն ինչ եղավ Ուֆայում Շանհայյան գործակցության, BRICS-ի եւ Եվրասիական միության միջև Հայաստանին տվեց կարևոր խաղաքարտ դառնալու լավագույն միջնորդը այս հսկաների եւ արևմուտքի հարաբերություններում։ Հայաստանը որպես փոքր պետություն պետք է կարողանա այս բարդ քաղաքական իրադրությունում ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի մեջ, ԵՏՄ-ի եւ Միացյալ Նահանգների մեջ կարողանա մանյովրել, կարողանա հանդիսանալ որպես կապող օղակ, սա ամենալավ առիթն է, որ պետք է հնարավոր է պետք է օգտագործել։ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը այս մասին նույնիսկ ակնարկեց Երևանում։ Այդ առումով Իրանի եւ Արևմուտքի համաձայնությունը կարող է խթանել Իրան-Հայաստան ապրանքաշրջանառության մեծացմանը, բանկային գործարքների ընդլայնմանը, Իրան-Հայաստան երկաթգծի եւ հյուսիս-հարավ ավտոմայրուղու նախագծերի իրականացմանը։ Փորձառու քաղաքական գործիչներն ու դիվանագետները նշում են, որ դրանց շնորհիվ մոտ ապագայում նախ մեր երկիրը Թուրքիայի ձեռքից կխլի տարածաշրջանային տրանզիտ երկրի մենաշնորհը, նաեւ իրականություն կդառնա Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության վերաբերյալ տարիներ շարունակ խոսվող $1 միլիարդ ցուցանիշը։ Նաիրի Հոխիկյան, Արթուր Սուքիասյան, Էպիկենտրոն։